Ջալոգյան, ձեր պաշտպանները ոչինչ չասեցին, ես ստիպված ձեզ նայեմ, էլի։ Տեսեք, պարոն դատախազի նպատակը, որպեսզի դատանը ձեզ մեղավոր ճանաչի, հնարքում, որը ձեզ մեղսագործում է, այդ նպատակին հասնելու համար ինքը թվարկում այն ապացույցները, որ ըստ իրեն դատանը հետազոտելու արդյունքում ձեզ մեղադրական վերդիկտ կայացնի։ Հիմա դուք իրավունք ունեք ցուցմունք տալ, իրավունք ունեք հրաժարվել ցուցմունք տալուց, ինչը չի կարող մեկնաբանվել իմնաց ձեզ։ Եթե պետք է, այսինքն ցուցմունք տալը միանշանակ ձեր զենքն է, պատկերացրեցիք, բայց պարտավոր եք ճիշտ ցուցմունք տալ, հակառակ դեպքում նախատեսված է իրական պատասխանատվություն։ Որպեսզի դատարանը ձեզ հարցաքննի, եթե ունեք այդպիսի ցանկություն, ինձ պետք է նախապես այդպիսին ասեք, որպեսզի դատարանը ապացույցների հետազոտման կարգ սահմանելիս ձեր հարցաքննությունը ներառի այն ցանկում ապացույցների, որը պետք է հետազոտի։ Այդ ձեր դիրքորոշման արտահայտումը ինքը չի կարող պարտադիր լինել, էլի, կարող եք հետագայում ձեր դիրքորոշումը փոխել, այսինքն հիմա կարող եք ասել ցանկանում եք ցուցմունք տալ, հետագայում ասել, որ մտափոխվել եք, չեք ցանկանում ցուցմունք տալ, դա ևս չի կարող ձեր դեմ պարտադիր։ Հիմա ուղղակի եթե դուք ցանկանում եք ցուցմունք տալ, ինձ պետք է ձեր կամա արտահայտությունն ասեք, որպեսզի ես ներառեմ։ Հավելեմ, որ հիմա եթե հրաժարվել ցուցմունք տալուց, հետագայում հրաժարվել ցուցմունք տալուց, բայց հիմա այդ դիրքորոշումն արտահայտել, հետագայում նույնպես կարող եք միջնորդությամբ հանդեսվել հարցացուցմունք տալու, բայց այդ ժամանակ դատարանը պետք է քննության առարկա դարձնի, ձեզ հարցաքննելու է թե ոչ։ Պատկերացրեցի՞ք։ Հիմա ինչպիսին է ձեր դիրքորոշումը։ Ելնելով նրանից, որ գոյություն ունի ամենության կանխավարկած է դրական կողմի պարտավորություն իմ մեր կապվածությունը դրա դեպքում ես հասկանում կարա բնավ իրատեսական չի։ Ելնելով այն ապացույցներից, որոնք ներկայացված են, ես ընդհանրապես ասած կարող եմ հրաժարվել ցուցմունքից համար, որ միակ իմ մեղադրությունը։ Հավատացեք, ես չեմ համոզում ձեզ, որ դուք ցուցմունք տաք։ Ես ընդհանրապես մասին իրականացի։ Դե փաստաբաններից էլ բազմիցս քննարկել եմ դարձ։ Ես պատրաստ եմ ցուցմունք տալ։ Ես պատրաստ եմ ցուցմունք տալ ոչ թե ասեմ ինձ արդարացնելու իրականությունը, որովհետեւ հարցը իսկապես կիմանա իրականությունը։ Ես իրականում ինչ է եղել եւ ինչ է փորձում եւ ես ասացի, որ իրականությունը հենգափոխում է։ Եվ ինչ տեսեմ փորձում իրականությունը հենգափոխում։ Ուստի ձեր հարցին ես պատասխանում եմ։ Այո, ես պատրաստ եմ ցուցմունք տալ, բայց ես խնդրում եմ դա անել ամենավերջին։ Այդպես էլ կա, ամենավերջում պետք է ձեզ հարցացնել։ Երթականությունը ես չեմ կարող։